կոնկրետ ջերմուկում օգոստոսի 9-ի դրությամբ եղել են արդեն։ Այսինքն այդ ամբողջ խաբեությունը Նիկոլ Փաշինյանի, որ մենք գնում ենք Ամերիկայում խաղաղություն ենք կնքում քրիփը եւ այլն, նա խաբել է։ Դե համաձայնագիր ստորագրումը չեն կապում, մենք կապում ենք, ասած զիջումներ են, սա հերթական ներխուժումն է Ադրբեջանի։ Նիկոլ Փաշինյանը սա գաղտնի է պահել, ոչ միայն հայ հասարակություն, այլև ամերիկացիներ։ Իսկ դուք այդ մասին երբեք իմացել եք։ Մենք երկար ժամանակ հետազոտություններ ենք իրականացրել, ունենք արբանյակային լուսանկարներ, շատ պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվել, անհերքելի փաստեր ենք ուղղակի ներկայացնում, եւ ես հետամուտ եմ լինելու եւ մեր քաղաքական նախաձեռնությունը հանձինս մեր ղեկավարի պարոն Թաթյանի հետամուտ է լինելու, որ այս մարդիկ պատասխան տան։ Ինչի են խաբել, ինչի են հերթական անգամ թաքցրել ներխուժումները, ինչի չեն իրազեկել հասարակությանը, որ կատարվում է նման բան։ Այսինքն դուք հիմա սա տալու եք պաշտպանության կառավարություն հարցու պատասխանին եւ այս հարցը հնչեց իրավասու անձը պատասխանատու Սուրեն Պապիկյանը կտրականապես հերքեց կատարվածը։ Հիմա դուք նույն Սուրեն Պապիկյանին բերում եք արբանյակային այդ նույն նկարները, որոնք ասուլիսի ընթացքում ցույց են վրա, այսինքն նույն փաստարկները բերում եք նրան։ Մարդը հերքում է, ասում է նման բան չի եղել։ Ուրիշ ինչ լուծում կառաջարկեք, որ հստակ ապացույց տեսնեն հանրությունը հասարակությունը։ Դե նախ ասեմ նրանց, որ Սուրեն Պապիկյանը կարող է ինչքան ուզում է հերքել, բայց Սուրեն Պապիկյանը չի կարող ներկայացնել ոչ մի փաստ, որը հերքում է մեր փաստերին։ Հիմա ինքը սենց օթի մեջ, այսպես ասած, լրագրողներ խոսում է, ասում է դե տես բան չի եղել, չի եղել, մենք էլ ասում ենք եղել է կամ փաստեր, ընդերի բնակչությունն էլ որոշ մարդիկ նկատել են արբանյակով էլ ֆիքսած կա, դա փաստ է։ Այսինքն վրիպել չվիրեպելու հարց չի։ Հիմա կարող է շատ տարածություն գոյություն ունի, մարդիկ չկարողանան այնքան մոտիկ գան, որ անձեն աչքով տեսնեն ադրբեջանցիների ինչպես են ամրաշինական աշխատանքներ անում, բայց փաստը մնում է փաստ, կա օրերով գոյություն ունի հուլիսի 31-ի դրությամբ ոչինչ չի եղել, օգոստոսի 10-ի դրությամբ նայեք արդեն մարտական դիրքը կառուցված է, իր հենակետերով, արևային պանելներով, ականանետերի համար նախատեսված խրամատներով, ամբողջը նրանք կառուցել են եւ սրանք ոչ միայն մարտական դիրքեր են, սրանք նաեւ այսպես ասած պլացդարմներ են հետագա հարձակման համար, եթե աշխարհակաղակական իրավիճակը ցույց է տալիս, համոզված եղեք, որ Ալիևը այս դիրքերից առաջաշարժվելու եւ ամբողջ տարածաշրջանը հասկացանք գնդակոծման տակ ափի մեջ է լինելու եւ ես խնդրում եմ ձեզ հարգելի լրագրողներ մենք պետք է հետամուտ մենք պետք է ամեն ինչ անենք որ այդ մարդկանց վերջի վերջո կանչենք պատասխանատվության եւ ստիպենք նրանց որպեսզի նրանք սա ընդունեն որտեղ սա նորից է անհերքելի է գոյություն ունի արբանյա որ անցնելով այդ տարածաշրջանի դրանով ու լուսանկարները արել, ասա չեն կարող ուղղակի երկել։ Կան կոորդինատները, կան նկարները, կան փաստերը։ Սուրեն Պապիկյանը մեկից է ասում։ Իր կարկանդակ ուտելու էնտուզիազմը թողի միտոն, զբաղվի գործով, փորձի հերքել։ Եթե փորձեց չհերքեց, գոնե թող այնքան ինքնասիրություն ունենա, այնքան պատկառանք ունենա, այնքան հարգի ինքնի պաշտոնը, որ ներեգություն կգնի ուղղակի մեզնից եւ հասարակությունից, որ հերթական անգամ փաստերում է։ Որ ես համոզված եմ, որ այս մարդը շարունակելու է իրաց այսպես ասած, իրաց ոճով բժիշկեր գնելը, բայց դա մենք ինչ չենք տալու։ Մենք հետամուտ ենք գնելու, սա ամենակարևոր անվտանգային խնդիրն է։ Սիրելի լրագրողներ, ինչ է ստացվում։ Այս մարդիկ 2020 թվականի պատերազմ 21 թվականին տարածքներ հանձնեցին, 22 թվականին հանձնեցին, 23 թվականին հանձնեցին, 24 թվականին հանձնեցին, հիմա 20 ամեն տարի տարածքներ են հանձնեցին։ Կտոր ուղղակի Ադրբեջանը առաջ է գալիս Հայաստանի տարածքներով, իսկ այս մարդիկ կանգնում են ասում սուտ է, ի՞նչ ասում։ Սուտը իրաց ամբողջ քաղաքական գործունեությունն է։ Ես խնդրեմ այս լուծումների հետ կապված, նաև ես ասեմ, որպեսզի մենք բնականաբար չենք պատրաստում նմանվել այն պոպուլիստական ուժերին, որոնք միայն քննադատում են, այլ նաև մենք հստակ ունենք լուծումներ, հստակ ունենք տարբերակներ, թե ինչպես կարելի է այս եւ բոլոր մեր անվտանգային խնդիրները լուծել, եւ ես կխնդրեմ մեր գործընկերոջը Փաշյան Վարդանին, նա ձեզ կներկայացնի 1-2 լուծման տարբերակ, որը հստակ կա մեր ծրագրում, որոնք թույլ կտան մեր իշխանության դեպքում, այն դեպքում, երբ որ ժողովուրդը մեզ մանդատ տա եւ մեզ վստահի, մենք շատ հստակ, շատ արագ կարող ենք այս խնդիրները լուծել, ոչ միայն այս խնդիրները, այլ բոլոր անվտանգային խնդիրները։ Ով աներ կայացնելու եկեք։